Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Դուք լսում եք Ախալքալակի ձայնը ռադիոն։ Մի ալիք, որտեղ մենք միահյուսում ենք մեր քաղաքի ջերմությունը, մեր շրջանի դարավոր մշակույթը եւ ժամանակակից աշխարհի նոր շունչը։ Շնորհակալ եմ, որ այս պահին մեզ հետ եք։ Մեր ձայնը հնչում է ձեզ համար, եւ մեր նպատակը միայն մեկ բան է՝ մոտ լինել խոսել այն թեմաների մասին, որոնք հետաքրքրում են մեր երիտասարդությանը, մեր համայնքին եւ մեր աշխարհին։ Այսօրվա մեր հանդիպումը նվիրում ենք մի թեմայի, որը չափազանց կարևոր է այս սերնդի համար։ Թեմա, որ ապրում է յուրաքանչյուր երիտասարդի մտքում, բայց հաճախ չի արտասանվում բարձր։ Մենք խոսելու ենք ժամանակակից երիտասարդների ամենամեծ մարտահրավերների մասին, անկաշկանդ, ջերմ ու խորքային դիտանկյուններով։ Երբ մենք խոսում ենք այսօրվա աշխարհի մասին, հաճախ ասում ենք, որ ապրում ենք արագ փոխվող ժամանակներում, բայց իրականում այս արտահայտությունը շատ քիչ է նկարագրում այն իրականությունը, որտեղ այսօր աճում են երիտասարդները։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխվում է ավելի արագ, քան մենք հասցնում ենք հասկանալ։ Երեկվա նորույթը այսօր արդեն հնացել է, իսկ այն, ինչ համարվում էր անհնար, այսօր դարձել է առօրյա։ Եվ հենց այդ փոփոխությունների կենտրոնում են կանգնած երիտասարդները իրենց բոլոր հարցերով, սպասումներով, կանգնանքներով եւ երազանքներով։ Այս մոնոլոգի ընթացքում ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ մարտահրավերներ ունի այսօրվա երիտասարդը, ինչու են դրանք աջակցել եւ ինչն է օգնում հաղթահարել դրանք։ Ոչ թե դասավանդելու, այլ մտածելու, հասկանալու եւ միասին բացահայտելու համար, որովհետեւ ամեն երիտասարդ ունի իր պատմությունը, բայց միևնույն ժամանակ երիտասարդների պատմությունները ինչ որտեղ շատ նման են։ Եթե մի պահ կանգ առնենք ու նայենք մեր շրջապատին, կտեսնենք մի հետաքրքիր բան։ Մարդկությունը երբևէ չի ունեցել այսքան շատ տեղեկատվություն։ Մեր մշտապես հետևում են վիդեոները, լուրերը, երաժշտությունը, մեմերը, ռիլսերը, շորտսերը, կարծիքները, մեկնաբանությունները, իսկ ամենակարևոր հարցն է, երբ ամեն ինչ այսքան շատ է, ի՞նչն է իրականում կարևոր։ Երիտասարդները այսօր ապրում են մի աշխարհում, որտեղ տեղեկատվությունը գալիս է ոչ թե կաթիլ, այլ ամբողջական հեղեղով։ Իսկ այն հեղեղն ամեն ինչն է։ Լավը, վատը, օգտակարը, անիմաստը, երբեմն նաև մոլորեցնողը։ Եվ այդ ամենից մարդը մի պահ կարող է պարզապես հոգնել։ Հոգնել ոչ թե որովհետև թույլ է, այլ որովհետև մեր ուղեղը բացառիորեն նախատեսված է անընդհատ այդքան բան մշակելու համար։ Այս մարտահրավերները սովորեցնում են մեզ ամենակարևոր հմտություններից մեկը՝ առանձնացնելու ունակություն։ Ինչ լսել, ինչ տեսնել, ինչ ընդունել որպես փաստ, իսկ ինչը որպես պարզապես անցնողի կաղմուկ։ Ժամանակակից աշխարհում ճիշտ որոշումներ կայացնելու դժվարությունը։ Մարդկությունը միշտ ունեցել է ընտրություններ, բայց նախկինում ընտրությունը պարզ էր՝ գնալ այս ճանապարհով թե այդ։ Իսկ այսօր երիտասարդները կանգնած են ոչ թե երկու, այլ հազարավոր ճանապարհների դիմաց, որ մասնագիտությունն ընտրել, որ հետաքրքրությունը զարգացնել, որ գաղափարին հետևել, ում կարծիքին հավատալ, ինչ անել, երբ բոլորը ինչ որ բան առաջարկում են։ Սա արա, դա մի արա, սա լավ է, թե վատ։ Եվ երբ ընտրությունները շատ են, ամենաշատը խանգարում է վրիպելու վախը, ոչ թե մեծ սխալների, այլ սովորական մարդկային սովորելու սխալների։ Այս մարտահրավերները մեզ մի բան է հիշեցնում։ Որոշումներն աճի մասին են, ոչ թե պարտադրանք։ Չկա մի ճիշտ ճանապարհ, որը բոլորի համար նույնն է։ Երիտասարդներին պետք է մի բան՝ ժամանակ հասկանալու համար, որ նրանք կարող են փոխել ընտրությունները, փոխել ուղղությունը, վերանայել իրենց քայլերը, չէ՞ որ մենք բոլորս սովորում ենք ոչ թե առաջին անգամից ճիշտ անելով, այլ քայլ առ քայլ գտնելով մեր ուղին։ Ինքնաճանաչում, ով եմ ես, հարցը ավելի դժվար է դարձել։ Երբ հարցնում են ով ես դու, թվում է պարզ հարց է, բայց իրականում ոչ։ Այսօր երիտասարդների ինքնությունը անընդհատ ձևափոխում է, կախված միջավայրից, սոցիալական ցանցերից, ընկերական շրջանից, հետաքրքրություններից, անգամ այն երաժշտությունից, որ նա լսում է։ Եվ սա նորմալ է։ Մարդը միշտ փոխվում է, բայց ժամանակակից աշխարհում այդ փոփոխությունները ավելի արագ է, եւ հենց դա երբեմն ստեղծում է ներքին անորոշություն։ Երբ թվում է բոլորն ինչ որ բան են հասել, ինչ որ բան գիտեն, ինչ որ տեղ են գնում, իսկ դու դեռ մտածում ես, ինչ ես, ով ես դառնալու։ Պետք է հիշել մի բան. ինքնաճանաչումը մրցույթ չէ։ Օգտակար է, որ երիտասարդները սովորեն լինել հանդուրժող իրենց հանդեպ, հասկանալ, որ ամեն հարցին դեռևս չպետք է ունենալ պատասխան։ Պատասխանները գալիս են ապրելով, փորձելով, մտնելով ու կրկին բարձրանալով։
Սահմանների կարևորությունը, երբ ամեն ինչ խառնվում է իրար, աշխարհը դարձել է բաց, եւ դա հրաշալի է, բայց բաց լինելը նաեւ նշանակում է դժվարություն սահմաններ պահելու հարցում։ Ուսումը, հանգիստը, աշխատանքը, սոցիալական կյանքը, առցանց միջավայրը հաճախ խառնվում են իրար, եւ երիտասարդներն այսօր հաճախ դժվարանում են գիտակցել, թե երբ է պետք կանգ առնել, հանգստանալ, փոխել ռիթմը։ Սա շատ կարևոր մարտահրավեր է, սովորել լինել պատասխանատու, բայց միաժամանակ հոգ տանել ինքներդ ձեր մասին։ Այս աշխարհում ապրելու համար մարդուն պետք է անպայման հավասարակշռություն, եւ այդ հավասարակշռություն գտնելը սովորություն է, որ գալիս է ժամանակի ընթացքում։ Մարդկային հարաբերությունները իրական կապի պակասը տեխնոլոգիաների դարում։ Խորհուրդ է տրվում լինել ակտիվ, ունենալ ընկերական միջավայր, շփվել, ստեղծել կապեր, բայց իրականում այսօր ավելի դժվար է, քան երբևէ։ Երիտասարդները հաճախ շրջապատված են մարդկանցով, բայց երբեմն զգում են, որ իրական խորքային կապերը քիչ են, որովհետև միջավայրը հաճախ արագ է, մակերեսային փոխվող, եւ այդ պայմաններում դժվար է գտնել իրոք վստահելի անկեղծ հարաբերություններ։ Այս մարտահրավերները սովորեցնում են շատ կարևոր բան։ Մարդիկ, որոնք իսկապես քոնը կլինեն, ժամանակ են պահանջում։ Պետք չէ շտապել, պետք չէ ստիպել։ Իրական կապերն աճում են դանդաղ, ինչպես ծառը, որը ժամանակ է պահանջում արմատներ գցելու համար։ Երազանքների ճնշումը պետք է հաջողեմ գաղափարը։ Այսօր երիտասարդները հաճախ ապրում են հաջողության մասին պատկերացումների ներքո։ Որևէ մեկի պատմությունը տեսնում են 15 վայրկյանանոց տեսանյութում եւ թվում է բոլորն արագ են հասկանում ամեն ինչ, բայց իրականությունը շատ ավելի երկար, աշխատասիրական, երբեմն փորձություններով լի ճանապարհ է։ Այս մարտահրավերները մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենամեծ հաջողված մարդը հաջողություն է հասել կամաց, օրորի առանց հրաշքների։ Երիտասարդներին պետք չէ տրվել համեմատության մեջ։ Յուրաքանչյուր մարդու ճանապարհը տարբեր է, եւ հաջողությունը ընդհանրապես պարտադրանք չէ։ Հաջողությունը հենց այն կյանքն է, որտեղ մարդը իրեն ապահով, խաղ եւ նպատակաուղղված է զգում։ Վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Երբ աշխարհը անընդհատ փոխվում է, մարդը երբեմն կորցնում է վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ, բայց հենց այդ փոփոխվող աշխարհում երիտասարդները ունեն մեծ առավելություն։ Նրանք ճկուն են, արագ մտածող, ներողություն ընդունող, ստեղծագործական։ Այս մարտահրավերները ունի շատ գեղեցիկ կողմ։ Յուրաքանչյուր դժվարության մեջ մի հնարավորություն կա։ Պետք է պարզապես նկատել այն։ Երիտասարդների մարտահրավերները շատ են փոփոխվող աշխարհ, տեղեկատվություն, ընտրությունների ճնշում, ինքնաճանաչման բարդություններ, ժամանակի կառավարում, հարաբերությունների ձևավորում, բայց այս ամենի միջով անցնելով երիտասարդը դառնում է ուժեղ, գիտակից, հասուն եւ ինքնուրույն։ Այսօր ապրող երիտասարդների հենց այն սերունդն է, որը կձևավորի վաղվա աշխարհը, իր ամբողջ ստեղծագործությամբ, ուժով, ազատ մտածողությամբ։ Եվ եթե կա մի կարևոր միտք, որ արժե հիշել, ապա դա այն է. դուք ոչ միայն հաղթահարում եք մարտահրավերները, այլև ստեղծում եք նոր ճանապարհներ, որոնք մինչև այսօր գոյություն չունեին։ Մենք արդեն խոսեցինք այն մասին, թե ինչ կարծես ճնշում կա տեղեկատվությունից, ընտրություններից, ճանապարհներից, ինքնաճանաչումից ու մարդկային կապերից, բայց իրականում այս թեման շատ ավելի խորն է, որովհետև յուրաքանչյուր մարտահրավերի ներսում մի բան, որը դաս է տալիս։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ երիտասարդը ոչ միայն ստիպված է հաղթահարել արտաքին դժվարությունները, այլ նաև ներքին ճնշումները։ Եվ որքան հետաքրքիր է, երբեմն հենց ներսում եղած մարտահրավերներն են ամենաբարդը։ Հոգեկան ծառաբեռնվածությունը եւ ներքին հավասարակշռության որոշումը։ Աշխարհը երբ արագ է, երբ անընդհատ շարժվում է ու խառնվում է հանգիստը ոչ մի հանգստի հետ, շատ երիտասարդների մոտ առաջանում է ներքին լարվածություն։ Սա նորմալ բան է։ Մարդու ուղեղը չի կարող մշտապես տուրբո ռեժիմով աշխատել։ Եվ երբեմն երիտասարդները մտածում են, ինչու եմ ես հենց այսքան արագ հոգնում։ Ինչու իմ մտածումների մի փոքր խառնված է։ Ինչու եմ ուզում մի պահ դադարեցնել ամեն ինչ։ Սա նշան չէ, որ ինչ-որ բան սխալ է։ Սա նշան է, որ դու մարդ ես, ոչ մեքենա։ Եվ մարդու ամենակարևոր կարիքը հավասարակշռությունն է։ Հանգստի ու զբաղվածության միջև։ Լռության ու շփման, մտածելու ու գործելու, մենակ լինելու ու ընկերության։ Այս մարտահրավերները սովորեցնում են հասկանալ սեփական սահմանները։ Ու դա ուժ է։
Խնդիրները բացահայտ քննարկող դժվարությունը։ Երիտասարդների շատերը այսօր ապրում են մի միջավայրում, որտեղ հաճախ ընդունված չէ բացահայտ խոսել այն մասին, ինչն իրենց անհանգստացնում է։ Ոչ շատ ծանր կամ վտանգավոր թեմաների մասին չէ խոսքը, այլ սովորական մարդկային մտահոգությունների մասին։ Չգիտեմ ինչ մասնագիտություն ընտրեմ, գիտեմ, որ կարող եմ, բայց վախենում եմ սկսել։ Ցանկանում եմ առաջ գնալ, բայց չգիտեմ որտեղից սկսել։ Երբ այս բաները չեն քննարկվում, թվում է բոլորը վստահ են, բոլորը գիտեն ինչ են անում։ Միայն դու չես, բայց իրականում բոլորն էլ ունեն հարցեր, մտադրություններ, տատանումներ, պարզապես ոչ բոլորը բարձրաձայնում են։ Երբ երիտասարդը սովորում է իր մտքերը խոսել վստահելի մարդկանց հետ, նա ավելի հեշտ է հաղթահարում ներքին ճնշումները։ Բաց լինելը թուլություն չէ, բաց լինելը ուժ է, որովհետև իրական լուծումները միշտ գալիս են անկեղծությունից։ Կյանքի արագ ռիթմին հարմարվելն ու սեփական ռիթմը գտնելը։ Երբ ժամանակներում հաճախ Մեր ժամանակներում հաճախ կյանքը արագ է։ Տեխնոլոգիաները արագ են, մարդիկ արագ են։ Բոլորը շտապում են ինչ որտեղ։ Երբեմն թվում է, եթե դու մի պահ կանգ ես առնում, ապա հետ ես մնալու։ Սակայն իրականում ամեն մարդ ունի իր սեփական ռիթմը, ու դա հրաշալի է, որովհետև աշխարհը բազմազան է, հենց այդ պատճառով, որ մարդիկ տարբեր են։ Մեկը արագ է աշխատում, մյուսը շատ է մտածում։ Մեկին պետք է շարժ, մյուսին լռություն, մեկը սիրում է մարդկանց բազմությունը, մյուսը սիրում է փոքր հանգիստ միջավայր։ Երիտասարդները հաճախ փորձում են ներքաշվել այս արագության մեջ, որն իրենցը չէ։ Բայց երբ մարդը գտնում է իր անձնական ռիթմը, հենց այդ ժամանակ նա ավելի արդյունավետ է դառնում, ավելի վստահ, ավելի հանգիստ։ Այս մարտահրավերները մեզ սովորեցնում են չհամեմատվել, այլ չափել ամեն ինչ ինքներս մեզնով, ոչ ուրիշներով։ Ստեղծագործության ճնշումը պետք է նոր բան անեմ գաղափարը։ Այսօր բոլորը ստեղծում են ինչ-որ բան, տեսանյութեր, նկարներ, գործեր, նախագծեր, եւ շատ երիտասարդների մոտ առաջանում է մի ներքին հարց. իսկ իմը ո՞նց կլինի յուրօրինակ։ Հաճախ թվում է աշխարհը ամեն ինչ արդեն արված է, բայց իրականում ստեղծագործությունը չի սկսվում ուրիշների տարբեր լինելուց։ Ստեղծագործությունը սկսվում է ինքներդ ձեզնից, ձեր հետաքրքրություններից, ձեր ներքին էներգիայից։ Երբ ստեղծում ես այն, ինչ իսկապես սիրում ես, դա արդեն յուրօրինակ է։ Ոչ ոք չի կարող ստեղծել այն, ինչ դու ստեղծում ես, որովհետև ոչ ոք աշխարհը չի տեսնում ճիշտ այնպես, ինչպես դու։ Տես ինչ հետաքրքիր բան կա այս մարտահրավերների մեջ։ Երբ մարդը փորձում է լինել յուրօրինակ, նա բարդացնում է իր ճանապարհը։ Երբ նա պարզապես լինում է ինքը, այդ ժամանակ է դառնում առանձնահատուկ։ Տեխնոլոգիական անցում սովորել ապրել նոր աշխարհի օրենքներով։ Արհեստական բանականություն, նոր գործիքներ, արագ զարգացող հարթակներ, փոխվող մասնագիտություններ։ Այս ամենը մի կողմից հիանալի է, մյուս կողմից պատասխանատվություն։ Երիտասարդը գրեթե ամեն տարի ստիպված է սովորել մի նոր բան, որովհետև այն, ինչ երեկ կարևոր էր, այսօր արդեն այնքան էլ անհրաժեշտ չէ։ Սա կարող է վախեցնող թվալ, բայց իրականում ժամանակակից երիտասարդների տեխնոլոգիական աշխարհի ամենամեծ հաղթողներն են, որովհետև նրանք կարողանում են կիրառել նոր բաները ավելի արագ, ավելի ստեղծագործ, ավելի ճկուն ձևով։ Այս մարտահրավերները մեզ սովորեցնում է աշխարհը փոխել, ոչ թե մեզ խանգարելու, այլ մեզ նոր հնարավորություններ տալու համար։ Իրական կյանքի եւ թվային կյանքի տարբերությունը հասկանալը։ Երբ կյանքիդ մի մասը անցնում է սոցիալական հարթակներում, դժվար է հասկանալ որտեղ է իրականությունը սկսվում եւ որտեղ ավարտվում։ Երբեմն թվային աշխարհը դառնում է չափազանց պայծառ, չափազանց լիղոզված, չափազանց կատարյալ։ Եվ երիտասարդը նույնիսկ եթե չի ուզում, կարող է սկսել համեմատել, բայց կարևոր է հիշել։ Թվային կյանքը ընտրված պահերի հավաքածու է, իսկ երկար կյանքը ամբողջական է։ Հանգիստ օրերով, սովորական պահերով, աշխատանքով, ձեռքբերումներով ու սովորական ընթացքով։ Այս մարտահրավերները սովորեցնում են շատ կարևոր բան՝ թվային աշխարհը վայելել, բայց իրական աշխարհը առաջնային դարձնել, որովհետև իրական պահերն են ձևավորում մարդուն։ Կյանքում իմաստ գտնելու եւ նպատակ ձևակերպելու դժվարությունը։ Երբ երիտասարդը հարցնում է իրեն ինչու եմ ապրում, ինչու եմ ուզում լինել, ինչն է իմ նպատակը, նա իրականում տալիս է կյանքի ամենաամբողջ հարցը։ Ու ճիշտ է, որ այս հարցին պատասխանել գտնելը դժվար է։ Դրանք չեն գալիս մեկ օրում, մեկ շաբաթում կամ մեկ տարվա ընթացքում։
Անշուշտ բոլորս ունենք ինչ-որ երազանքներ, պատկերացումներ, հետաքրքրություններ, բայց կյանքի իմաստը գրեթե երբեք չի գալիս միանգամից։ Այն բացվում է փորձելով, ստեղծելով, փորձություններ հաղթահարելով, հարաբերություններ կառուցելով, նոր բաներ բացահայտելով։ Երիտասարդների ամենամեծ ուժերից մեկը հենց սա է։ Նրանք դեռ ճանապարհի սկզբում են, եւ այդ ճանապարհն ամբողջությամբ բաց է։ Նպատակները կարող են փոխել, աճել, ձևափոխել, ու դա նորմալ է։ Ամեն բան արագ ստանալու ցանկությունը եւ համբերության արվեստ։ Ժամանակակից աշխարհը սովորեցրել է մեզ ամեն ինչ արագ ունենալ։ Արագ ուղիղ եթեր, արագ դիտում, արագ պատվեր, արագ պատասխան։ Սա հարմար է, բայց նաև դժվարություն է ստեղծում, երբ խոսքը վերաբերվում է այն բաներին, որոնք ժամանակ են պահանջում։ Սովորել, աճել, կատարելագործվել, կառուցել երկարատև հարաբերություններ, հասնել նպատակներին։ Սրանք ժամանակ են պահանջում։ Երիտասարդները հաճախ ուզում են ամեն ինչ ստանալ արագ, որովհետև աշխարհն այդպես է սովորեցրել։ Բայց կյանքի լավագույն բաները դանդաղ են, եւ դա գեղեցկություն ունի։ Համբերատարություն սովորելը մեզ մեծ նվեր է, որ երիտասարդին ընձեռում է ուժ, ինքնավստահություն եւ խորություն։ Այսքան մարտահրավերների մասին խոսելուց հետո կարող է թվալ, որ ժամանակակից երիտասարդ լինելը չափազանց բարդ գործ է։ Իրականում այո, պահանջներ կան շատ, բայց նաև մի բան կա, որը զգալիորեն բարձրացնում է այսօրվա երիտասարդների ներուժը։ Այս սերունդները ազատ են մտածում, արագ են սովորում, ստեղծում են նոր արժեքներ եւ չեն վախենում փոխել աշխարհը։ Յուրաքանչյուր մարտահրավերները, որի միջով անցնում եք, ձեզ դարձնում է ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի խորքային, եւ եթե խորքում մի բան հիշեք, թող դա լինի սա։ Մարտահրավերները ձեզ չեն կանգնեցնում։ Դրանք ձեզ ձևավորում են, եւ հենց դուք եք այդ աշխարհը, որը վաղը լինելու է ավելի մտածող, ավելի ստեղծագործ, ավելի մարդկային։ Եվ գիտեք, սիրելի ունկնդիրներ, երբ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, հաճախ զգում ենք, թե աշխարհը չափազանց մեծ է, իսկ մենք չափազանց փոքր։ Թվում է, թե մեր քայլը ոչինչ չի կարող փոխել։ Մեր ձայնը դժվար լսելի է այս բուռն աղմկոտ դարաշրջանում, բայց հենց այստեղ է, որ մեր սխալն ընկալումն է սկսվում։ Մարդու մեծությունը երբեք չի չափվում իր բարձրաձայնությամբ։ Մարդու մեծությունը չափվում է նրա ազդեցությամբ, որը կարող է լինել նույնիսկ անտեսանելի, շնչի պես, քամու պես, լռության պես։ Եվ երբ մենք այսօր հավաքում ենք ռադիոյի այս եթերում, երբ ախալքալակի ձայնը հնչում է ձեր տներում, ձեր աշխատանքային վայրերում կամ ձեր ճանապարհների վրա, մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում, մենք հիշեցնում ենք այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր մարդ ունի մի ներքին լույս, թաքված, հզոր, անկրկնելի։ Երբ մարդիկ հարցնում են, ինչ իմաստ ունի փոխել, եթե աշխարհը մեզ չի նկատում, բայց աշխարհը սկսում է նկատել այն ժամանակ, երբ դու փոխում ես ինքդ քեզ։ Մեր շրջապատը մեր արտացոլանքն է, եւ եթե մենք մտնում ենք աշխարհ լույսով, աշխարհը սկսում է արձագանքել այդ լույսին։ Եթե մենք շրջում ենք բարությամբ, ինչ որտեղ այդ բարությունն անպայման վերադառնում է, երբեմն անսպասելի ձևով։ Այսօր, երբ դարաշրջանը լի է անորոշությամբ, երբ թվային աշխարհը մեզ տալիս է թե անսահման հնարավորություններ եւ թե անսահման շեղումներ, ավելի ու ավելի կարևոր է դառնում դադարելը։ Դադարել լսելու համար, լսել հասկանալու համար, հասկանալ ընտրելու համար ու ընտրել ճիշտը։ Եվ դա է հենց փոքր քայլերի իմաստը։ Դրանք մեզ վերադարձնում են դեպի արմատներ, դեպի այն հավերժ արժեքները, որ երբեք չեն փոխվում՝ մարդկային վերաբերմունքը, ազնվությունը, պատասխանատվություն եւ համերաշխություն։ Ախալքալակը շատ հետաքրքիր տեղ այս առումով։ Մեր քաղաքը մեծ մայրաքաղաք չէ, բայց այստեղ ապրում են մարդիկ, որոնք իրենց փոքր գործերով պահում են հսկա արժեքներ։ Ոչ մեկին տեսանելի չէր, բայց գյուղի ուսուցիչը, որ ամեն օր անցնում է նույն ճանապարհով, դաստիարակում է մի ամբողջ սերունդ։ Գյուղատնտեսը, որ վաղ առավոտից աշխատում է իր հողում, իր հանգիստ, համբերատար գործով պահում է մեր հացի ճաշակը։ Արվեստագետը, որ ստեղծում է լուր, իսկ արվեստով ամրացնում է քաղաքի հոգին։ Ահա այս մարդիկ են իրականում հսկաները, չլսվող, բայց գերուժեղ, չերևացող, բայց ներգործող։ Եվ եթե մենք բոլորս նույնիսկ մեկ օր մտածենք, ինչպես այս մարդիկ, մեր քաղաքը, մեր շրջանը, մեր աշխարհը միանգամից կդառնա ավելի լավը։ Եվ սա ոչ թե հեքիաթ է, ոչ իդեալական պատկերացում, սա պարզապես մարդկության օրենքն է։ Երբ մարդիկ
լավանում են, աշխարհը փոխվում է։ Եվ այսօր, այս եթերում, այս երեկոյան, այս խաղ պահին ես ուզում եմ մեկ բան ասել։ Ձեր ձայնը կարևոր է ոչ միայն մեզ համար, որպես ռադիո, այլ նաև միմյանց համար։ Մարդիկ միմյանց վրա ազդում են բառերով, լռությամբ, պահվածքով, նույնիսկ իրենց քայլելու ձևով։ Մենք բոլորս ինչ-որ մեկի օրինակն ենք, եւ ինչ-որ մեկի հույսը, եւ ինչ-որ մեկի ուժը։ Եվ եթե այդպես է, ուրեմն այսօր մենք բոլորս ունենք մի պարզ, բայց կարևոր պարտականություն՝ լինել մեր լավագույն տարբերակը։ Ոչ թե կատարյալը, այլ լավագույնը, որը կարող ենք լինել հենց այսօր։ Եվ եթե երբևէ մտածեք, արժե արդյոք անել այս փոքր քայլը, հիշեք, մեծ ալիքները սկսվում են մեկ փոքրիկ շարժումից, եւ մենք շարժումից կարող է փոխվել մի ամբողջ քաղաք։ Սիրելի ունկնդիրներ, մեր այսօրվա երկար ու անկեղծ զրույցը կամաց-կամաց մոտենում է իր ավարտին։ Մենք այսօր միասին անցանք երիտասարդների աշխարհով, նրանց մտքերի, նրանց ներքին հարցերի, նրանց առօրյա մարտահրավերների միջով։ Եվ որքան էլ դժվար ու բազմաշերտ լինեն այս հարցերը, մի բան ակնհայտ է. ժամանակակից երիտասարդությունը մեր ուժն է, մեր ապագան, մեր վաղվա ստեղծողը։ Մեր շրջանը, մեր քաղաքը, մեր գյուղն ու համայնքները ապրում են շնորհիվ այս սերնդի թարմության, ուժի, աշխատասիրության ու մեծ սրտի։ Եվ ամեն կարևոր քայլ սկսվում է հենց այս գիտակցումից, որ յուրաքանչյուր երիտասարդի հույսը արժեքավոր է, յուրաքանչյուր ուրվագծող նպատակ կարևոր, յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի։ Այսօր Ախալքալակի ձայնի եթերում մենք ոչ միայն խոսեցինք մարտահրավերների մասին, այլ նաև հիշեցինք, մարտահրավերները չեն գալիս մարդուն կոտրելու, դրանք գալիս են մարդուն ձևավորելու։ Թող յուրաքանչյուր երիտասարդ գիտակցի, որ կյանքի ճանապարհը բաց է, լայն եւ իր ձեռքում։ Թող ձեր ուժը մեծանա օրորի, թող ձեր հավատը ձեր հանդեպ երբեք չպակասի եւ թող ձեր երազանքները երբեք չկարգավորեն ուրիշների կարծիքներով։ Շնորհակալ եմ, որ այս ժամանակ անցկացրեցիք մեզ հետ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության, ձեր ջերմության, ձեր մոտիկ լինելու համար։ Այս եթերից մենք միշտ ձեզ ենք ուղարկում միայն մեկ բան՝ լույս, խրախուսանք եւ վստահություն, որ դուք կարող եք շատ ավելին, քան պատկերացնում եք։ Դուք լսում եք Ախալքալակի ձայնը ռադիոն։ Ձեզ հետ է ձեր հաղորդավարն ու ձեր ուղեկիցը խոսքի այս ճանապարհին։ Մնացեք խաղաղ, ստեղծեք, զարգացեք ու եղեք ձեզնով հզոր։ Մաղթում եմ ձեզ հաջելի շարունակություն, մինչև նոր հանդիպում եթերում։